Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ եւ ձեր գլխավորած պատվիրակությանը պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու առիթով։ Արարողակարգերով դիվանագիտական պետական այցը համարվում է ամենաբարձր մակարդակի այցը, բայց ես կարծում եմ, որ դուք վերջին 2 օրերին մի շրջադարձային նորամուծություն եք իրականացրել պետական ընդհանրապես դիվանագիտական արարողակարգի մեջ, որտեղ եթե միջև ձեր Հայաստան կատարած այցը ամենաբարձր մակարդակի այցը համարվում էր պետական այցը, հիմա կարծում եմ, որ ամենաբարձր մակարդակի այցը համարվում է պետական ժողովրդական այցը, որովհետև վերջին 2 օրերին դուք մեծ երջանկություն եք պատճառել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բազմաթիվ օտարերկրյա հյուրերի, որոնք ոչ պակաս քան մեր կառավարության եւ իշխանության ներկայացուցիչները առիթ են ունեցել ձեզ հետ շփվելու, ձեզ հետ լուսանկարվելու, իրենց սերը ձեր նկատմամբ արտահայտելու եւ իհարկե զգալու նաեւ ձեր սերը իրենց նկատմամբ եւ սա կարծում եմ, որ իսկապես մի նոր էջ է ոչ միայն մեր հարաբերությունների Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով, այլև նոր էջ է պետական այցերի եւ ընդհանրապես այցերի արարողակարգային տրամաբանության մեջ եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետեւ ակնհայտ է, որ այդ գործողություններով արտահայտելով մեր երկկողմ հարաբերությունների բարձրագույն մակարդակը դուք ապացուցեցիք, որ այդ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է արտահայտվում, այլև արտահայտվում է մեր ժողովուրդների մակարդակով, դուք Ֆրանսիայի ժողովրդի ներկայացուցիչն եք եւ նաեւ որպես ընտրված լեգիտիմ պետական պաշտոնյա, բայց նաեւ որպես անհատ, որպես քաղաքացի Ֆրանսիայի եւ կարծում եմ, որ իսկապես այն ինչ տեղի ունեցավ վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաքում երկար կմնա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ մեր բոլորի հիշողության մեջ։ Իրականում եւ պետական այցը եւ այցին շրջապատող էմոցիոնալ ֆոնը ամբողջությամբ արտահայտում են այն մակարդակը, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի Հանրապետության միջեւ եւ մեծարգո պարոն նախագահ ուզում եմ ընդգծել եւս մեկ անգամ առիթ օգտագործելով իմ գնահատանքի խոսքերը ասելու ձեզ այս հանգրվանի համար, որովհետեւ ես իմանալով այս ամբողջ պատմությունը ներսից գիտեմ, որ դուք եք այն ներդրման հեղինակը, որը մեզ հնարավորություն է տվել այսպիսի հարաբերություններ ունենալ ոչ միայն միջպետական մակարդակում, այլև այսպիսի վերաբերմունք ձևավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ձեր նկատմամբ, որովհետև գուցե քաղաքացիները բոլոր նրբությունները մանրամասներով չեն իմանում կամ բոլոր փաստաթղթերը չեն կարդում եւ ուսումնասիրում, բայց նրանք էմոցիոնալ զգացական մակարդակում զգում են այն մեծ աջակցությունը եւ բարեկամությունը եւ սերը, որը մենք բոլորս տեսել ենք ձեզնից Հայաստանի Հանրապետության նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ եւ այդ ներդրումը անուրանալի է եւ այդ ներդրումը իհարկե արդեն իսկ իր տեղը ունի Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Ես ուզում եմ կրկին իմ շնորհակալության եւ երախտիկի խոսքերը արտահայտել ձեզ եւ արտահայտել իմ անսահման ուրախությունը, որ ի վերջո պետական այցը, որը երկար սպասվում էր, դուք գիտեք, որ միշտ սպասված հյուր եք Հայաստանի Հանրապետությունում, բայց այդ այցը եղավ հիմա եւ այդ այցը իր հետ բերեց նոր երանգներ, այսպիսով ես կարծում եմ արձանագրելով դիվանագիտական փորձի մի նոր էջ բացելով եւ արձանագրվելով որպես առաջին պետական ժողովրդական այց, ինչի կապակցությամբ մեզ բոլորիս շնորհավորում եմ։
Merci beaucoup, Monsieur le Premier ministre, Mesdames, Messieurs les... Շատ շնորհակալ եմ պարոն վարչապետ, տիկնակ եւ պարոնայք նախարարներ, թանկագին Նիկոլ, շնորհակալ եմ այս խոսքերի համար, շնորհակալություն այս ընդունելության համար, բազմիցս առիթ ունեցա ասելու, կարծում եմ, որ այս պետական այցը առաջին հերթին մեզ շատ հուզում է հաշվի առնելով այդ հաջողությունը թե Հայաստանի համար, թե եվրոպական համայնքի շրջանակներում եւ թե Եվրոմիության հետ գագաթնաժողովի շրջանակներում եւ ձեր հանձնառությունը, ձեր աշխատանքները, դուք գիտեք, որ Ֆրանսիան կլինի միշտ ձեր կողքին եւ այս պետական այցի շրջանակներում մենք մի շարք կարևոր համաձայնագրեր ենք ստորագրելու եւ բոլորը ընդգրկվում են այս ռազմավարական գործընկերության համաձայնագրի շրջանակում եւ շատ կարևոր է որպեսզի այս ընթացքը շարունակվի հատկապես ինչ վերաբերվում է անվտանգության եւ պաշտպանության ոլորտին կան շատ հարցեր, որոնք պետք է ավելի ամրապնդվեն ուսումնական ոլորտում, սպառազինության ոլորտում, նաև տնտեսական ոլորտը եւ ներդրումների ոլորտն է շատ կարեւոր, շատ ծրագրեր կան, որոնք մենք ձեռնարկում ենք, կլինի նաև արհեստական բանականության ոլորտը Դուք գիտեք, թե որքան ենք մենք աջակցում ձեզ, հատկապես Ֆրանսիայի զարգացման գրասենյակի միջոցով եւ մենք ցանկանում ենք ավելի ամրացնել այս ներդրումների տրամաբանությունը եւ մենք նաեւ ցանկանում ենք աջակցել ձեզ այս եվրոպական շարժի մեջ կան մի շարք ռազմավարական ենթակառուցվածքներ, որոնք կարող են թույլ տալ ձեզ ավելի ամրապնդել ձեր դիրքերը։ Ես կարծում եմ, որ այս այցը արտացոլում է միաժամանակ թե մեր բարեկամության եւ մեր հարաբերությունների ուժը եւ այս պահը, որ մենք այժմ ապրում ենք, շատ կարեւոր է Հայաստանի համար, մենք աջակցում ենք ձեզ եւ ցանկանում ենք, որպեսզի նոր ապագայում նոր հեռանկարներ բացվեն Հայաստանի համար, ինչը շատ կարեւոր է։ Ես կարծում եմ, որ կարող եմ այժմ ասել, որ Հայաստանը նույնպես շատ ավանդ ունի Ֆրանսիայի պատմության եւ կյանքում, թե Լիոնի, Մարսելի կամ Երևանի փողոցներում մենք տեսնում ենք մարդիկ, որոնց ճակատագիրը բաժանվում է Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ։ Հենց սա է այս երկկողմ հարաբերությունների կարեւորությունը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն այս քննարկումների բարձր մակարդակի համար, այս եվրոպական իրադարձության կարեւորության համար եւ այս ջերմության համար։